Ես շատ ուրախ եմ մեր տատիկ պապիկների համար։ Առավոտը այդ լուրը եղավ, չեմ մամայից եմ տեսել, մամ ասում եմ, իմացար Նիկոլը ասում էր, որ թոշակները բարձրացում, ասում բա մի քանի օր առաջ ասում էր թոշակ առողին 10,000-ը, ինչ է։ Նախ իրոք անկեղծ շատ կարևոր է։ Նաև հիմա հայտարարեցին, որ զինվորական թոշակն է բարձրանալու, բայց տխուր բան կա այս ամեն ինչի մեջ, այսինքն սրանից ավելի վատ ընտրակաշառք էլ ո՞րն է լինում։ Այսօր բանտերում բազմաթիվ մեր հայրենակիցներ կան, որոնց շինչ ու մեղադրել են ընտրակաշառք բաժանելու։ Այսօր համալսարանի դասախոս Խաչիկ Գալստյանը բանտում է անհիմն մեղադրանքով իբր ընտրակաշառք, սրանից ավելի փաթեթավորված ընտրակաշառք։ Իրենց թվում է, որ մեր հասարակությունը գրագետ չի, անհասկացող է, Նիկոլ Փաշինյանն առավոտը, երևում է, որ առավոտը աշխատանքի գնալու հանդերձանքով էլ չէր, այդ մի քանի օր առաջ նկարված տեսանյութ էր ու բոլորը նախարարներ, բանուգործերը թողած ժողովուրդ, հասեք թոշակները բարձրացնում են։ Մեկ շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ առաջ լրիվ հակառակն են ասում։ Այսինքն, երբ որ անցնող տարի աշնանը բյուջեի նախագիծը բերել էին ու մեր պատգամավորներն ասում էին թոշակների բարձրացում չի նախատեսվում, փրփուրները բերանին հիմնավորում են, որ անհնար է թոշակները բարձրացնել։ Անհնար է թոշակները բարձրացնել։ Իսկ ընտրություններում վերարտադրվելու համար դեռ այնքան պոպուլիստական քայլեր են անելու, փառք Աստծո, Մակրոնը կա, Եվրամիության երկրների նախագահներն ու վարչապետերը կան, բոլորը գալու են այստեղ, կարող է Նիկոլի խաթր քոչարի պարեն, տրնգի պարեն, ի վերարտադրություն Նիկոլ Փաշինյան։ Ալիևն էլ ծաղկե փնջուղարկի Նիկոլ Փաշինյան։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։